Եթերում հայրենիք սփյուռք հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Բարեկամներ, այսօր դարձյալ մենք խոսելու ենք պոեզիայի մասին, գրականության մասին։ Եվ ինչու ենք խոսելու, գիտեք, նախորդ հաղորդումներից մեկը մենք նվիրեցինք Պոլսահայ տաղանդավոր գրող Զահրատին։ Այսօր մենք շարունակում ենք այդ գեղեցիկ ավանդույթը եւ ներկայացնելու ենք արեմտահայ եւ դարձյալ Պոլսահայ մի հրաշալի բանաստեղծի գրողի, որը իր ժամանակի մոնետիկը եղավ։ Մենք պետք է շարունակաբար մեր ուշադրության կենտրոնում պահենք ոչ միայն արևելայ գրականությունն, այլև արևմտահայ գրականությունը, որը բացառիկ է իր հուզականությամբ, իր ասելիքով, իր խորը զգայնացականությամբ, իր խորը կարոտով, ասելիքը շատ խորն է եւ իհարկե այդ ամենը գալիս է նաեւ այն պայմաններից, որտեղ ստեղծագործել եւ ապրել են մեր արևմտահայ գրողները, մանավանդ պոլսահայ գրողները։ Այսօր մենք խոսելու ենք հայ բանաստեղծության մեջ շատ նշանավոր արձակագիր, բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի մասին, որի իրական անունն է Ռուբեն Չիլենգարյան։ Եվ մի գրող, որը տեսնում եք, երբ ասում եմ ես հայերը տաղանդավոր հանճարեղ ժողովուրդ են, մարդիկ շարունակ ասում են ինչու եք այդքան մեծարում, բայց միթե կարող ես չմեծարել մի ազգի ներկայացուցիչներին, որը չգիտես մասնագիտությամբ ինքը ով է, եթե բժիշկ է, բայց նաև հանճարեղ գրող է, եթե գրող է, հրաշալի պատմաբան է, եթե պատմաբան է, հրաշալի նկարիչ է, եւ այսպես կարելի է շարունակել։ Սա ինչի մասին է խոսում է բազմաշնորհության, տաղանդի բացառիկ լինելու մասին։ Եվ այսօր որ մենք ներկայացնում ենք Ռուբեն Սևակին, դուք շատ լավ կհամոզվեք իմ ասածների իսկության մեջ։ Եվ հաղորդման իհարկե հյուրը, ինչպես միշտ, մատենագիր, գրող, հրապարակախոս պարոն Նալբանդյանն է։ Ողջույն։ Ողջույն դիմում։ Շատ ուրախ եմ, որ այսօր էլ մենք որոշեցինք ներկայացնել մեր հրաշալի արևմտահայ գրողներից Ռուբեն Սևակին, մի տաղանդավոր երիտասարդ, որը որքան տաղանդավոր է եղել բժշկության մեջ, նույնքան տաղանդավոր է եղել եւ գրականության մեջ, եւ տխուր ճակատագրով մեր հերթական մտավորականին, որը այնքան արթուն եւ այնքան քննադատաբար էր մոտենում ժամանակի քաղաքականությանը եւ ստապ գնահատականներ էր տալիս եւ ժամանակին զգուշացնում էր սպասվող երևույթների մասին, ավաղ նրան չլսեցին եւ չլսելով հանդերձ ինքը եւս դարձավ զողը, հենց այդ չլսելուն իհարկե ինքը ուներ նաեւ հնարավորություն փրկվելու, դրա մասին էլ խոսենք, դարձյալ մի տխուր պատմություն, որը նա չընդունեց, նա ընդունեց հերոսական մահը, բայց ոչ երկրորդ տարբերակը, բայց մինչև այդ հասնելը, պարոն Նալբանդյան, նախ խոսենք իր կենսագրության մասին։ Սիրով համեցեք։ Ռուբեն Սևակ ծնած է Սիլիվրիի մեջ, Թուրքիա, փուն անունով Ռուբեն Չիլենգարյան, նախագրթությունը կստանա ծննդավայրի ազգային վարժարանի մեջ, ապա կհետևի Բարտիզակի ամերիկյան երկրորդական վարժարանի դասընթացներուն 2 տարի։ Երկրորդական իր ուսումը Բերբերյանի մեջ, Բերբերյանը նշանավոր դպրոց է, 1905-ին կմեկնի Լոզան եւ կհետևի բժշկական համալսարանի դասընթացներուն։ 1911-ին բժիշկ շրջան մը կպաշտոնավարի զվիցերական հիվանդանոցներու մեջ եւ կամուսնանա Քերմանուի հետ Պոլիս կվերադառնա համաշխարհային պատերազմի նախօրյակին, դժբախտաբար Երանի 1 տարի ուշանար, 1 տարի եթե ուշանար, չէր չարթվեր անշուշտ, պատերազմի նախօրյակին եւ առաջին աշխարհամարտի հայտարարումին զորագոչի կենթարկվի, որպես բժիշկ, մասնակետ բժիշկ իրեն զորագոչի կդանին թրքական բանակի մեջ, իբրև բժիշկ կծարայե։ Գնահատակվի 1915-ին 200-ը ավելի մտավորական իր ընկերներուն հետ։ Եվ նաև ասենք, որ ուներ 2 զավակ, Շամիրամա աղջիկներ եւ տղան Լևոնը։ Այո, գարձում, այո։ Իր մասին քիչ առաջ ինչ որ ասիկ, պետք է մեր սիրելի դիտողներուն ասենք, որ Սերը եղերնի մեջ Անտրանիկ Զարուգյանը վեպ ունի, նվիրված իրեն, ովքեր որոնք կուզեն, եթե չսխալիմ ապրիլ քրախանութը գա, գնաք երթալ վերցնելու, շատ հետաքրքրական գարուսվածք ունի այդ վեպը, իր
մտայնությունը, մոդեցումը, ասկային զգացումները այդ վեբի մեջ բոլորը գտեսնակ եւ գսկակ, որ մարդը ինչպիսի մեկ եղած է Ռուբեն Սևակը, որ այսօր մենք 110 տարի հետո իր նահատակության կհարկենք եւ կխոսենք իր քրագանության մասին։ Այո, ես ուզում եմ նաև մենք խոսենք մի շատ կարևոր հարցի մասին, թե ինչ ենք մենք հետապնդում ներկայացնելով նաև արևմտահայ գրողներին եւ գրականությունը, քանի որ ինչպես տեսնում ենք եւ ինչպես երևում է, մարդիկ չեն ընթերցում, ժամանակ չեն հատկացնում ընթերցանությանը, իսկ չկարդալ, չընթերցել, չճանաչել բունք ու արմատը եւ այդ արմատի մեջ տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն ինչ որ տարօրինակորեն պարոն Նալբանդյան, երբ ես ուսումնասիրում եմ արևմտահայ պոեզիան, գրականությունը եւ պատմագրությունը, մի սարսափելի եզրակացության եմ գալիս։ Գիտեք, բոլոր գրողները գրել են այն օրվա մասին, ինչը այսօր Հայաստանում է։ Բոլորը զգուշացրել են նույն բանի մասին, ինչը որ կարծես թե ժամանակը, այո, չէ, կարծես թե ժամանակը կանգ է առել մեզ համար։ Մեզ համար ես կկարդամ հիմա, թե ինչ է այդ մասին խոսում ու կշարունակենք ինչ է ասում հենց ինքը Ռուբեն Սևակը։ Եվ խնդրում եմ մեր հեռուստադիտողներին շատ ուշադիր հետևել կարդացածից։ Տեսեք ինչ է ասում։ Ամբողջ Եվրոպայի մեջ աշխարհի այն շքեղ կենտրոններեն մինչև ամենամութ ու խավարիկ անկյունները ես չեմ տեսներ ու չեմ ալ կրնար հավատալ, որ կգտնվի տավկավին մեկ ուրիշ ազգ, որ ամեն օր ու ամեն վայրկյան ապրեր դերասանի ճշմարտապես կեղծ գերեզմանորեն ծիծաղելի այն կյանքը, որ դարեր ի վեր մեր կյանքը եղավ, մեր ստրկացած թրքահայության կյանքը եղավ։ Դժբախտաբար, այո։ Տարապիլ ու ստիպված լալ ամենաերջանի կերպարանքը ցույց տալու, անպատվիլ, բռնաբարվել, գետնաքարշ տապալվել եւ ստիպված լալ զոհության ջերմագին աղաղակներ բարձրացնելու, ժպտալ այնպես մեկ վայրկյանից, որ արյուն արցունք պիտի պորտկարաճ կերեդ, մաղթանքի ճիչեր հանել կոկորտետ այն բռնակալ ձերքին համար, որ սկես կխեղտե, մեռնել ու հոգեպես մեռնել ու ապրել ձևացնել, թե հա դերասանական ահռելիորեն կեղծ կյանք մկապրենք, որ մերը եղավ այնքան երկար տարիներ, այդ ինչպես կուզեք, որ այսի պայմաններում մեջ ժառանգության եւ բնածինորեն մեր ամենակեղծ հատկությունները, մեր կեղծիքը ըլլար, մեր բնական հարմարությունը, դերասանությունը։ Այո, զարմանալի կանխակուշագուն եւ բացառիկ ձևով նա զգուշացնում է բոլորին կբավե դարերի վեր դերասանությամբ ենք զբաղվում եւ ստրկաբար ենք ապրում ռեալ չենք կարողանում գնահատել ինչ է կատարվում եւ ինչպես է կատարվում դժբախտաբար չլսեցին իրեն նման միշներունա չլսեցին Իսահակյանն էլ Խեղճ Իսահակյանը Շվեյցարիայից որքան նամակներ էր գրում որ երի թուրքերի խապկանքներին եւ ինքը շատ խիստ նաեւ քննադատում է բոլոր այն գրողների նտարավորականներին որոնք տարվել էին երի թուրքերի այդ կեղծ խաղերով այնինչ այսօր է այդ նույն կեղծ խաղերով հիմա էլ խապվում ենք այո հիմա էլ խապվում ենք տարբեր ձևով գարձելով որ իրենք մեզի ամեն ինչով պիտի օգտագործեն եւ յարթից առաջ միշտ այդպես է մենք խապվում ենք այդ մասին է գրել Ռուբեն Սևակը 100 քանի տարի առաջ ինչպես որ ուսիկ դիգին ալենակիչ առաջ մեր երդասատները որոնք բադանիները երդասատները որոնք չեն գարտար անշուշտ մենք չենք ուզել այ բանել ծնողները հոգնած կորձեգ ուքան այս չի գարտալու չընթերցելու խնդիրը բավական մեծ է, միան հայկական չէ, համաշխարհային է, որը սկսած է 10-15 տարի առաջ, երբ որ այս ջարդարարվեստը տեխնոլոգիի մաքուր հայերենը ջարդարարվեստ է, եւ որ ջարդարարվեստը զարգացավ եւ գլանեցին եւ սկացին եւ իրենք շատ լավ գիտեն ինչ կան։ Չէ, եւ դրան գումարվեց համաշխարհայնացումը եւ իրենք Instagram-ը, Facebook-ը նկարները խլում են իրեն ժամանակը, ես նայեմ, մյուսը նայեմ եւ կարծում եմ, որ իրենք Google երթալով հարցում հարցնել 2-3 րոպե գարտալով կամ 5 րոպե գարտալով այդ ամեն ինչը մենք այդ 5 րոպեին համար քիչ ենք արդ։ Մարդիկ կհամարեն տարօրինակը դա է, այո։ Հիմա եթե գուզեք մեկ հատ այստեղ այս Մինաս Թոլոլյանին քիրքեն շատ քեղեցիկ ցևով դված է Բարուր Սևակի ընդհանուր
ներողություն Ռուբեն Սևակի ընդհանուր քրական գերբարը համեցեք մարդկայնական լարի ասկային հեղափոխաշունչ ապրումներու եւ սիրո բանաստեղծ մնե Ռուբեն Սևակ արցակ թե կերտված իր բոլոր էջերու մեջ գանխահասորեն կյանքը ջանցող հասուն հոգիի մտափանցումները զուսպ եւ հուզական խորհրդածությունները կյանքը վերլուծելու անսետևետ փույթը հաստատելի է այս փորձը անիկա չներ վարժապետական կամ ուսուցչական ուղղափառությամբ որ ծիծաղելին պիտի գրնար մոդենալ մարդոց տրտմությունն ու թշփախտությունը բաժնելու անանցնականությունը գա անոնց մեջ երբ մանավանդ ընկերային անհավասարակշռություններու կամ անարդարություններու թեմ գուզե մարդկայնաշատ իր մտածումները հագատրել մասնավորապես մեր կյանքեն թելադրված իր սևերումներու մեջ հայության արհավական թախիծեն քիչ մգերեբի իր դողերուն իվեր իր բարերը վերլուծելով արյունով պայթուցիկ փչիչներու ընթացիկ մեր թեմքերեն չէ Ռուբեն Սևակ քեղաբաց սերունդի գրծեր ներկայացուցիչներեն 39 նահատակ իր քրական վաստակի մեջ սակայն գիրակորձե վավերական փանաստեղծի ու մանավանդ արձակագրիմը բոլոր հազվադեպ շնորհները անջիկ քրականությունը իրը բխումի չափ հարազատ եւ անգերց մեզ լալու ու մեր հոգին հետ միայն հաշտ մնալու ներքին իրավությամբ մարդկայնաշունչ ապրումներով եւ կյանքի համայնական հասկացողությամբ մարդոց ու անոնց տակնաբանքին սևերուն քրակեդն է որ գիտե հուզել անխառն արդարությամբ անշահասիրությամբ սկոն եւ հոգածու շեշտոմը իր մտածումներուն եւ վերլուծումներուն հավասարապես ինքն է որ գա իր անձնադիպ թե մարդկայնաշունչ էջերու մեջ ինքնադիպ ալլեզվոմը եւ ոճով որ հատկանշե իր մեջ արվեստագետին հզոր գնիկը այո շատ գեղեցիկ այո շատ հրաշալի վերլուծած է ճիշտ այդպես է ես պատահական չասացի բացման խոսքի մեջ որ արեմտահայ բանաստեղծները հատուկ հուզականությամբ հատուկ խորությամբ հատուկ ասելիքով հատուկ կարողտաբախծությամբ են գրել իրենց ստեղծագործությունները որովհետև իրենք ապրել են երկայքի կյանք հայրենիքում հայրենիքից հեռու մանավանդ իրենք հասկանում են որ դա իրենց հայրենիքն է բայց իրենցը չի դա ինձ այն ողբերգությունն է որ արևելահայ գրողները արևելահայ Հայաստանում էին ապրում բայց արդեն ոչ արևմտահայաստանում հողի հարց չի աչքար բայց այդ նույն կարոտը եւ այդ նույն կարոտաբախծությունը կար նաեւ արևելահայ զարմանալի Գարմիր Քիձիբես փամը գա դինալինա Ռուբեն Սևակի Թանիել Վարուժանի եւ Սիամանտոյի որոնք երեքնալ Եվրոպա դեսած, աշխարհ դեսած, ապրած, զարգացած մարդիկ էին եւ այդ ընկալումները այդ ժամանակ եթե գիշեք 20-րդ դարու սկիզբը 19-րդ դարու վերջը 20-րդ դարու սկիզբը Եվրոպան բորտկում էր։ Այո։ Սկանչելի քրագանություն կար, ֆրանսական, անգլիական, գերմանական, սկանչելի թափմանություններ կային եւ իրենք այդ մթնոլորտի մեջ մեծան։ Այո, մեկը բժիշկ էր Թանել Վարուժան ուրիշ համալսարաններ եւ այս մոդեցումը իրենց մեջ Գարմիր Քիձիբես կուկա բայց այնքան հայրենասեր էին այնքան ասկասեր էին որ իրենց այդ դաղանթը հանջարը փխում տվավ այնպիսի քրագանությամբ որ մինչեւ այսօր անգրտներն այո եւ որը պիտի մնա դեռ սերունդների ասենք որ բազմաթիվ հոդվածների պատմվածքների հանրամատչելի զրույցների քնարական խորհրդածությունների բանաստեղծությունների եւ այլ ժանրերի ստեղծագործող էր Ռուբեն Սևակը եւ որպեսզի մենք հաստատենք մեր ասածը խնդրեմ մի բանաստեղծություն կարդաք Սիրով հիմա ես մեկ հատ կգարտամ հետո դուք մյուսը կգարտաք այս բանաստեղծությունը հետաքրքրական բան ունի մեջը որ դարբեր դպրոցներու մեջ դարբեր դեղեր մենք ժամանակին սորվեցած ենք Ինչու զիս սիրեցիր, փոքրիկ աղջիկ քեզի մեղք էր, փոքրիկ ծոցի թիթեր պետք էր, թուն ձեր արձիվ մը պանդեցիր, գաբույտ աչվիդ երբ որ պացիր, գաբույտ աղջիկ բլբլուն երկ էր, քեզ ալ սիրո մրմունչ պետք էր, թուն կուժգան մրունչս ընդրեցիր, ես կերթամ,
Միշտ անձայրածիր թամփաններ են ոտքիս հետքեր, քեզ սիրո մեղմ սուկ մը պետք էր, թուն փոթորիկին գուրծ կտփացիր, գայրին աչերը ցեվացիր, պիտի մեռնիս այդպես մի երկեր, քեզի փոքրիկ սերմը պետք էր, թուն սեր Աստվածը սիրեցիր, սկանչելի գդորներ, այսինքն ովքեր որոնք սիրո բանաստեղծություն գկրեն կամ գգարձեն որ բանաստեղծություն գկրեն լավագույն պետք է այս մեկը գարթան եւ սկան խորքը միտքը եւ այդ քնքշությունը բանաստեղծական մոդեցումի եւ իր դված բարերը իր կորցածած բարերը քանթակված ամեն մեկ տողի մեջ ուրիշ մեկ հատալ գարթան հոգիս երևի այո հոգիս այո շատ լավն է հիվանդ տերը մտեսա գանաչին մեջ թաշտերուն ինչ աղվոր էր քարունը փափուկ հովեն օրորուն սիրուն խոդերը թաշտին ծաղիկներն ալ փույր քույնով գխնտային լրելյան քաղճ արևին տակ կինով բաց քարնանային գենսավետ այդ պահի մեջ օրորուն հիվանդ տերը մտեսա գանաչին մեջ թաշտերուն չորցած դերեմը նիհար, որ զեփյուրին հբումով սերելնացև գթողա մարգերում մեջ ագնաթով, սիրդս անհուն ցավով լի, ես հերացա սկահար, մատներու մեջ արի զայն ու իր մարմինը նիհար, քուրքուրանքով, արցունքով, մոդեցուցի շրթունքիս, անժամանակ թաշամած քարնան դերեմը ներ հոգիս, ծաղիկներու մեջ կյանքին, Զեփյուրին դակ մայիսի ալժպտալ անգարողան գթողա գմսի հիվանդ դերեմը դեսա գանաչի մեջ թաշտերուն ինչ քեղեցիկ ինչ որակ եւ ինչ մատուցման բանաստեղծական ճիշտ մատուցման ցև այո դեգենալ եւ բոլոր իր բանաստեղծությունների իդեպ ասեմ որ սիրային բանաստեղծությունների մեջ անզուգական է Ռուբեն Սևակը պատկերների մեջ անզուգական է համատությունների մեջ անզուգական է եւ այն սերը որի մասին ինքը երգում է այն տիեզերական սերն է որ ընդդում է Ռուբեն Սևակը որ մարդը եթե չի սիրում եթե չի կարող սիրել ուրեմն ինքը բնությունից տիեզերքից դուրս մի անձնավորություն է որտեվ սիրով է որ տիեզերքը գոյություն ունի սերը եւ լույս է եւ կյանք է եւ ամեն ինչ է եւ իհարկե իր բոլոր բանաստեղծությունները տոգորված են այդ նույն զգացումով ես ուզում եմ նաեւ մենք խոսենք իր հայրենիքին նվիրված եւ եթե ունեք խնդրեմ հայրենիքին նվիրված բանաստեղծություն որովհետեւ ինքը ցեզ մոտ պետք է լա եթե գուզեք ասում եք բաժինը գարտամ այո որ նորեն ցույց կտա թե ինքը այս շատ լավ գրված է երեք հիմնական քիծերով գզարքանան արցակ ու կերտված Ռուբեն Սևակի ստեղծագործությունները անձնական ապրումներով ցայդուն էջեր ընդհանրապես սիրային լարով բայց իմաստասիրելու ցանկն ու անոր բոլոր խաղերը ճանչնալու փույթովը երդասարտական բրունգուն դենչերով բայց նաև հասուն մարդումը զուսպ ու խորասույս ապրումներով ասկային հեղափոխաշունչ ապրումներով դոկորուն է էջեր, որոնք թելադրված են մեր արհավիրքեն, չարթերեն, հալածանքներեն եւ ընդհանրապես ճակատագրական զրկանքները, ըմպոստության եւ վրիժարության քիծմը անոնց մեջ շատերու մեջ գմատնե Սևակի անհանդարտ հոգին խրովքը ու իր կորձը գնե ներուժ վրթովիչ միշտ մարդկայնական ապրումներով հասունցող էջեր, որոնք առհասարակ փոքներ են լուր ընդվզումի արտահայտություններ մասնավորապես Թուրքին եւ ընդհանրապես անիրավող ուժերու թեմ եւ գամ բժիշկին քիրքեն բրծված էջեր որոնք մարդոց մարմինեն ու մարմնական ախտերեն գմիդին անոնց հոգին գտնել անոնց ներքին քալարումն ու ցավը ընկերային վերքեր եւ առհասարակ մարդկային դարաբանքի աղբյուրները իր կերտվածները համատրված են գարմիր քիրքը ընդհանուր խորակրին դակ, մահեն ետ քրադարակված են սիրո քիրքը եւ բժիշկին քիրքեն բրծված էջեր հադորները, որոնք անոր բանաստեղծական եւ վիբաշունչ բանաստեղծությունները իմի գբերեն։ Այո, հիմա մենք երբ խոսում ենք Ռուբեն Սևակի մասին, գիտեք, մենք խոսում ենք ամբողջ արևմտահայ գրականության մասին, ապա մենք ընդհանրապես, տեսեք թվարկենք Ինչ հանճարներ ունեինք Իսակ Մեծարենց,
որին պետք է առաջիկայում նաև անդրադառնանք։ Վահան Թեքեյան, հրաշք։ Միակներից մեկը, որ ապրեցավ այդ բաժինը եւ ապրեցավ Սմիլքայի քրագանքը։ Այո։ Դանիել Վարուժան, Անդրանիկ Անդրեասյան, Վահե Վահյան, Սիմոն Սիմոնյան, Պետրոս Դուրյան, Սիամանտո եւ զարմանալի կապ կա այս բոլոր գրողների մեջ, այն կապը, որը հատուկ է արևմտայի գրողներին։ Այո։ Գուցե արևելայի գրողները այդպես չանդրադառնային ու չկարողանային նկարագրել մեր պատմական Հայաստանը իր բոլոր քաղաքականության վարուններով, մանրամասնություններով, ինչպես դա իրենք մեզ տվեցին նաև արևմտայի Հայաստանի ռեալ պատմական պատկերը, աշխարհագրությունը մեզ տվեցին։ Համն ու հոդը։ Այո, հոգին, փոխանցեցին։ ապրելագերբը, այո, մեզ փոխանցեցին եւ հենց դրանով էլ այդ բանաստեղծները եւ այդ բանաստեղծությունները ամեն մեկը մի երաշք է առանձին երբ անդրադառնում ես Ավասիկ Սրինգ բանաստեղծությունը, որ ես ուզում եմ կարդամ։ Ով խեղճ Սրինգ տարաբաղ ոստ որ անգուտ ձեռքներ անտես կամ որ կայծակ որոնդը դոստ որ խլես չորացուց քեզ ոսկրի պես ով ծակտես քունի հարցողը չկա նեկտար մնալ որըմպես ոչ իսկաթիլ մբավանցող ճամփեր հյուծեր ոսկրի պես մոտեցուր կուրսկդ համբուրելիս թող օծվեն վերքերդ արցունքներես գիտեմ պիտի չդատրիս բայց կյանքը կփչեմ երակներեն ներս բարև Սրինգ սիրտդ խոց է հին ծաղիկներն ալ չեն ծլեր բայց դու շունչը տնի դու նորից վերքերդ երկի ծաղիկներ են սքանչելի պատկերներ են սքանչելի սիրո արտահայտություններ ձևեր եւ անդրադառնալով դարձյալ արևմտահայ գրականությանը եւ պոեզիային եւ ամբողջ իրականությանը մենք այսօր շատ հաստատապես կարող ենք ասել այն մարդը, որը չի ուսումնասիրել, չի կարտացել արևմտահայ գրականություն, արևմտահայ աղքատ է հոգով։ Աղքատ է։ Գիտեք, շատ հաճախ ես լսում եմ այսպիսի արտահայտություններ, արևելահայերենը գեղեցիկ լեզու է, բայց արևմտահայերենի մեջ կա մի հնչեղություն, մի անկեղծություն, որը հատուկ է։ Տարբեր է եւ գեղեցիկ։ Եվ տարբեր է եւ գեղեցիկ է եւ երգեցիկ է։ Եվ զգացական է շատ։ Անպայման։ Եվ ասում են շատ բարձր հնչող լեզու է։ Այո։ Ես դա օտարներից եմ լսել, հետաքրքիր կարծիք է դա։ Եթե գուզեք այստեղը շարունակեմ քիչ առաջվա միտքը, այո, քրական իր ամբողջական վաստակը հրադարակվեցավ Փարիզի նահատակ քրակետներու բարեկամներուն կողմէ։ Այս քրակետներու բարեկամները ավելի քան 30-40 հատոր քիրք հրադարակեցին եւ ոչնչացում է փրկեցին ընդհանուր այդ վիճակը։ Մանավանդ այդ ժամանակ մարդիկ ավելի աղքատ էին 1920-30-ական թվականներին, իրենք ավելի հարմար քիներով գրցան ադիգադալ։ Քերտվածներ, արցակ էջեր, վիվատներ, ինչպես շեշտեցինք մեր առաջին իսկ հաստատումով, Ռուբեն Սևագի քրագանության մայր երագը կգազմե մարդկայնական ավելի ընդհանուր բնորոշումը համամարտկային ցավը, սքանչելի։ Բացված է իր հոգին, ամենուն դարաբանքին, մարդերուն վերաբաղված չարիքին եւ անարդարության վրա, հայուն միակ հատուկ այլասիրությանը մղումով։ Պետք է թանթաղիլ այս ընդգծումինքով ասելու համար նաև, որ մարդկայնաբաշխությունը դուրք մչե Ռուբեն Սևագի եւ առհասարակ մեր քրոներու մոտ։ Բահանջ մնե, որ գթելատրվի արհավական մեր նգարակիրեն, ցեղային հոգեխառնութենեն, մեր բոլոր մեծ եւ անգորոչելի արժեքները գփնորոշվին ցեղովին փայփայված իդեալները, արդարամդութենե, ազատամոլութենե, ըսկայնասիրութենե, ուրիշները սիրել գարենալու անգարելի անանցնականութենեն։ Ցեղային մեր այս քիծն է, որ կանտրատարնա նաև Ռուբեն Սևագի քրական վաստակին ու անոր կորձին մեծակույն բաժինը կգնկե միշտ նոր մնալու արժանիքով։ Սքանչելի դրված բնորոշումն է իր ամբողջական քրականության իր դվածին մանրամասներով։ Այո, ես հաղորդման սկզբում էլ ասացի, որ հետաքրքիր կյանքը եւ դարձյալ ողբերգական, իհարկե մեր բոլոր քանի մտավորականների հետ որոշ գրողների ուղղակի քարերով ջարդեցին ու սպանեցին։ Այո, եւ
Ռուբեն Սևակի ճակատագիր մի փոքր այլ եղավ, քանի որ ինքը հիվանդանոցում բժիշկ էր, նա փրկեց այդտեղ սպաներից թուրք սպայի աղջկան։ Մահվանից փրկեց, սիրուն աղջիկ եղած։ Այո, եւ հայրը այդ սպան թուրք սպան Ռուբեն Սևակին առաջարկում է ամուսնանալ իր աղջկա հետ եւ ընդունել իսլամ եւ փրկվել։ Եվ Ռուբեն Սևակը իհարկե մերժեց եւ չընդունեց այդ առաջարկը։ Ինչպիսի հայրենասիրություն։ Եվ գնաց դեպի մահը իր ընկերների հետ մերժելով իր հոգևոր հավատը, իր քրիստոնեությունը մերժելով ուրեմն հայությունից հեռանալը, ինչպիսի ազգասիրություն։ Եվ շարունակությունը ավելի ողբերգական է, քանի որ նրա կինը գերմանուհի էր, կինը մեկնում է Թուրքիա գերմանական դեսպանատուն եւ դեսպանին խնդրում է օգնել ամուսնուն, որպեսզի հանեն, ազատեն։ Եվ ահա տեսեք ինչ է պատասխանում դեսպանը. Դու անարժան գերմանուհի ես, դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել ես այդ հայի հետ եւ հիմա եկել ես խնդրելու, որ ես նրան փրկեմ, ոչ, նա չպետք է վերադառնա, նրանք բոլորը մեռնելու են գնացել։ Ես որդի ունեմ ու դաստիարակեմ նրան այնպես, որ մի օր նա գերմանացիներից վրեժ կլուծի, ասում է գերմանուհի կինը։ Այն ամուսնու մասին լուրը տարած հետո յանի երկու երեխաների հետ մեկնում է Ֆրանսիա, հրաժարվում է գերմանական քաղաքացիությունից եւ անգամ դադարում է գերմաներեն խոսել։ Իր երեխաներին հայկական կրթություն է տալիս եւ անձնագիրը շպրտում է դեսպանի երեսին։ Եվ ճիշտ վրեժ լուծելուց է։ Այո։ Եւ երեխաներին երկուսին հայկական կրթություն է տալիս։ Անշուշտ մենք դեգինալինա ինչպես երկու շաբաթ առաջ ասինք, մենք այսպիսի փանաստեղծները այսպիսի ոգևորությամբ կներկայացնենք, քիչ է, կես ժամը քիչ է։ Անշուշտ ոչ միայն քիչ է։ Մենք ընդհանուր ասելիքն էլ լրիվ չի կարող լինել։ Այո, ասելիքը շատ է, բայց մենք չենք ուզում դարձնել գրական հաղորդում եւ վերլուծություններով, մենք պարզապես ծանոթացնում ենք մեկ անգամ եւս ուշադրությունն ենք հրավիրում արևմտահայ գրականությանը, սքանչելի բանաստեղծների պոեզիային եւ այդ պոեզիայով է, որ իրենք պետք է հարստացնեն իրենց հոգեվոր կյանքը, իրենց զգացումները, կապը արևմտահայ, տեսնում եք, բոլորը երբեմն արևմտահայ Հայաստանի հողերի մասին գնանք մեր հողերը գնանք, բայց դուք նախ ծանոթացեք, թե ովքեր են ապրել այդ հողերի վրա, ինչ են տվել եւ ինչ են թողել այդ հանճարեղ մարդիկ, եւ հետո նոր միայն երազեք այնտեղ գնալու մասին։ Ունեցեք նախ բազա, ոնց եք գնում եւ ուր եք գնում։ Մեր ժամանակը ավարտված է, մենք անցել ենք մեր ժամանակը, բայց ես կխնդրեի եւս մեկ բանաստեղծություն կարդայիք եւ դրանով ավարտեինք հաղորդումը։ Քիշերն իջավ անամ, անհուն, փյուր փյուրեղե ինչ նուրբ անուն, դալ անուրչի այս սուրբ պահուն, ախ, ապրելու երջանկություն։ Գանեանա նավն հերագա, լիջն երազմն է, գա ու չգա, չուրի շշունչն է լոք վգա, շնչելու երջանկություն։ Վերն հազար աստ, վարն հազար լույս, կիսաստվերի մեջ հոգեհույս, կխոսակցին քար, վտակ փույս, ախ, իրերու երջանկություն։ Ու գցայնե մադուրն հստակ, սածերունի ծարերուն դակ, այս քաղցրության մեջ փովանթակ, քարանալու երջանկություն։ Սկանչելի։ Շատ գեղեցիկ է գրում, շատ գեղեցիկ։ Շնորհակալություն, պարոն Նալբանդյան, անդրադառնալու համար մեր արևմտահայ մեծերից մեկին, հրաշալի բանաստեղծ, գրող, հրապարակախոս Ռուբեն Սևակին։ Մենք կշարունակենք այս ընթացքով ներկայացնելով հնարավորին ժամանակի սահմաններում ներկայացնելով մեր արևմտահայ պոեզիա եւ գրականությունը եւ տարբեր գրողներ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, շնորհակալ ենք։ Եվ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մինչև նոր հանդիպում եթերում ցտեսություն, անպայման ձեռք բերեք Ռուբեն Սևակ գիրքը բանաստեղծությունների ժողովածում, ծանոթացեք եւ հավատացեք, ձեր զգացումները շատ խորապես այլ ընթացք կունենան, այնքան գեղեցիկ եւ զգացմունքային է գրում Ռուբեն Սևակը։ Մինչև նոր հանդիպում եթերում ցտեսություն։